Ես ուղղակի իսկապես զարմացած եմ, էլի։ Սենց շնորհակալ ժողովուրդ, աներևա կարելի է ուղղակի, էլի, որ մի բան կարաս անես եւ 10 անգամ ավելի շատ մարդիկ շնորհակալ են։ Այս խելագարվելու բանը։ Ժողովրդի գովեստներից խելագարված ԿՊ ղեկավարը Աջափնյակում քարոզարշավ է անում բարձր տրամադրությամբ։ Մինչև այն պահը, երբ մի ընտրող Խաբեբա է անվանում Փաշինյանին, հայտարարում նա է Արցախի կորստի պատասխանատուն։ Մի վրդովեք։ Հայաստանը ունի առաջին հարաբերություն։ Մի վրդովեք, ժողովուրդը կորոշի, շատ լավ, ժողովուրդը կորոշի։ Ուղիղ չի պատասխանում կնոջը ԿՊ ղեկավարը։ Նրա ամեն մեղադրանքին զուգահեռ միայն կրկնում է. ժողովուրդը կորոշի։ Եթե որոշի, որ պետք է հեռանամ, հլու հնազանդ կհեռանամ, խոստանում է Փաշինյանը։ Միաժամանակ Նիկոլ Վարչապետեն բացականչում ԿՊ-ի նախընտրական շապիկներով թիմակիցներն ու Փաշինյանի հետ շրջող քաղաքացիները, կարծես փորձելով խլացնել բողոքի ձայնը։ Բայց չեն հանդարտում կրքերը Աջափնյակում, լեզվակռիվ է սկսվում, երբ Փաշինյանի աջակիցներից մեկը հայհոյում է ԿՊ ղեկավարի քաղաքականությունից դժգոհ մարդկանց։ Մտահոգված են մարդիկ, որ եթե Փաշինյանը վերընտրվի, Սյունիքը Արցախի ճակատագրին է արժանանալու։ Մենք ձեզ որպես Նիկոլ Փաշինյանի աջակից ասում ենք, որ եթե դուք այս անգամ էլ սխալվեցիք ու ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին, վաղը մյուս օրը ինչպես ասում էր Արցախը Հայաստան է, ասում է Սյունիքը, չէ, ասում է Սյունիքի հարց չկա, այդպես էլ Սյունիքն է հանձնելու, ադրբեջանցիներին բերելու են Մի կին էլ Փաշինյանին հանդիպելով հետաքրքրվում է, Արցախից հետո էլ որ շրջանն է հանձնելու։ Ձեր բերանով ասել եք, որ հանձնել եք Ղարաբաղը, տվել եք Ադրբեջանը։ Նախ ես ուզում եմ Մերոնք Լեյվան տուն են հիմա, ունեցված թողած, սոված ծարավ ստեղեք են։ Հայաստանները սախում էլի, Սյունիքը ծախել են, Սվարթենիսի վերևը թուրքեր են, սախ մենք, բարում Վարչապետ, դու իրավունք չունես ինձ խոսքս կտրելու, ով ես դու, որ չես թողնում ես վերջացնեմ, ով ես դու։ Հիմա ուզում եմ, խնդրում եմ ուղղակի, ասեք, արդեն Արցախը հանձնել եք, հիմա ում եք, որ մասերն եք հանձնելու, ինձ դա հետաքրքիր, որ չգնամ տեղ մնամ նորից, որ ես չգնամ այդտեղ մնամ։ Փաշինյանի աջակիցներից մեկն է խառնվում զրույցին, հերվից ռեպլիկ թողնում, թե Ռոբերտ Քոչարյանն է հանձնել Արցախը։ 30 տարի Քոչարյանը երկիր է պահել, իշխանական քարոզչախմբին բացատրում է կինը։ Դուրը գալիս է, որ անցածներից ես բաներ են Ուրեմն սահմանը չեն զոհվում և չեն զոհվելու։ Այս դեպքում էլ, որպեսզի լսելի չդառնա կնոջ ձայնը, Փաշինյան Վարչապետ են գոռում նրա թիմակիցները։ Ինձ մեղադրում եք, որ սահմանը փակել են։ Ուրեմն թուրք են, բոլորը թուրք են։ Բոլորը ես հիմա դողում եմ։ Աջափնյակի մի բնակիչ էլ Փաշինյանից ուզում է պարզել, թե ինչու է Ալիևը խառնվում Հայաստանի ներքին գործերին ու մայրօրենքը փոխելու պահանջ ներկայացնում։ Չստանալով հստակ պատասխան, տղամարդը որոշում է, որ քվե չի տալու Փաշինյանին։ Եղբայր, ասեք։ Ես ձեր չեմ տալիս։ Իշխանի երկրի նախագահ անկախության հրճակագրից է խոսում։ Ինչից։ Անկախության հրճակագրի որ սահմանադրություն ցանը դա։ Մենք էլ հայտարարում ենք, թե դա բանա, խանգարող անկախ նրանից թե մի րոպե էլի, ես ձեզ ասեմ, անկախ նրանից թե ով ինչ է հայտարարում։ Մենք հայտարարել ենք, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետքա չշարունակենք։ Աջափնյակցիները տեսել են, որ երեկ էլի թմբուկ է նվագել Փաշինյանը աշտարակում։ Հերիք է էլի երգեք պարեք։ Փաշինյանին խորհուրդ է տալիս մի կին, հորդորում մարդկանց խնդիրներով զբաղվել։ Պարոն Փաշինյան, հետո հերիք է էլի երգեք, պարեք, այս ժողովրդին են ծարեք, որ լավ ապրեն, ուղղակի։ Այդ երգը, որ այս ընտրությունների, տամ ընտրությունների ժամանակ հիշում են, դուք էլ են, մեկն էլ են, միսն էլ, այդ երգելով, պարելով, այս երկիրը չի կառուցվել։ Երկիրը կառուցեք։ Ես ձեր ինտելեկտը շատ հարգում եմ,
Ես դեմ եմ ձեզ։ Ես ձեզ դեմ եմ, ընտրել եմ, հիմա դեմ եմ։ Բայց ձեր ինտելեկտը քաղաքի համար, փաստորեն մեր երկրի համար չի ծառայել այսօր։ Ինչ տենց ա թվում, չգիտեմ։ Փաշինյանի համար անակնկալ էին պատրաստել Աջափնյակի բակերից մեկում։ Ուրա! Ուրան հիասթափություն է դառնում, երբ տեսնում է, որ անակնկալը ՔՊԻ քարոզչական բրոշ դարձած Հայաստանի քարտեզով տորտն է։ Հիմա սա ինչպես կտրի Փաշինյանը, մտավախություն ունի, որ մարդիկ ճիշտ չեն հասկանա։ Բայց այ ժողովուրդ, այս սխալ տորթ եք կտրես, են չեղավ։ Չէ, չեն կտրես տորթը։ Չկտրեք այս տորթը, որովհետև ամենատարբեր մեկնաբանությունները կան։ Չէ, տորթը չեն կտրի։ Առաջարկում է քարոզչական թրենդ դարձած սրտիկներով տորտ թխել։ Սիրտը կարելի է կտրել։ Տորթերը սրտիկով բանով անենք, բայց Հայաստանի քարտեզով տորթ ընդհանրապես պետք չէ։ Հազար ներողություն եմ խնդրում, շնորհակալ եմ։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։